Վարդան Մարտանյան VV Talks։ Սորվա թեման այդ հայտնի արդեն աշխարհահռչակ Տրամպի գեներալների հավաքն է, որ կազմակերպեց Վիրջինիայում։ Ինչպես գիտեք, Ամերիկան արդեն ասել են երևի 750 ռազմական բազաներ տարբեր չափերի, տարբեր տեսակների ունի աշխարհի 80 երկրներում, ամբողջ աշխարհից բոլոր գեներալներին ուրեմն հավաքեցին Վիրջինիայում եւ ծովային հետևակի բազայում։ Կարևոր հանդիպման մասին։ Դեպ ասեմ, որ չէին ասել, թե ինչու համար են հավաքում, ինչա թեման լինելու խոսակցության եւ ամենտեսակ սպեկուլյացիա կար, թե ինչի համար են, արդյոք ինչ-որ կարևոր բաներ պիտի ասվի։ Դրա մասին մի քիչ խոսացին, բայց ես երբ որ տեսնում եմ անալիզը ինչա կատարվում, ընդհանրապես բոլորը կենտրոնացան այն հանգամանքի վրա, որ էլի բացասական բաները ավելի շատ քննարկեցին, խայտարակություն էր, դա պաշտպանության նախարարի, որ հիմա արդեն պատերազմի նախարարը կոչվում, War Secretary, քանի որ War Department-ը ոչ թե Defense Department, ոչ թե պաշտպանության նախարարությունը պատերազմի, եւ իր բացման ամբողջ ելույթը ունեցավ, վազվզում էր դեպի վրա, ինչեր ասեց, հետո Տրամպը եկավ, նա ինչպես խոսած եւ քննադատությունը հիմնականում մի բավական ճիշտ, այսինքն հեշտ է քննադատել այս ադմինիստրացիային, դա մի մեծ բան չի պահանջում, բայց հիմնականում կենտրոնացված էր քննադատությունը նրա վրա, թե ինչի $6 միլիոն ծախսեցին, որպեսզի 800 հատ գեներալ բերեն ամբողջ աշխարհից այդտեղ մի սենյակում, որպեսզի մի հատ լեկցիա կարդան, որ կարելի էր եւ շատ ապահով ձևով վիդեո կոնֆերանսի միջոցով բոլորին իրենց տեղերում միացնել եւ այդ ասելիքը ասել։ Ըստ էության ուզեցին, որ 30/30 լինի այդ հանդիպումը եւ կարևոր իրենց հողումները տան, հա։ Հիմա ինչու մեր կայանում էս ամբողջը։ Միգուցե արժի նայել սրանց, որովհետեւ հիմնական թեզը թվում էր, թե Հեքսեթի, որը ինչպես գիտեք նախկինում եղել էր զինվորական, դարձել էր միջև կապիտանի աստիճանի էր հասել, նախկին պաշտոնը ուրեմն ինչ որ 30 հոգի, հետո մի 60 հոգի, 100 հոգի մարդեր ղեկավարել, հետո դարձել էր Կուբայում այդ Գուանտանամոյում բանտապահ ոնց որ ասենք, հա, այդպիսի մի բան, բայց կապ չունի այս րոպեին, հետո դուրս էր եկել նախկին կապիտանը հիմա գեներալներին դաս էր տալիս իր արդեն որպես նախարարի հանգամանքով իրավունք ունի, իրան է նշանակել, ինքն էլ կարող է ասի։ Բայց ինչ էր ամբողջ ասածը, որ հիմա դուք պետք է ավելի ռազմական տեսք ունենաք եւ մտածեք որպես գեներալներ, զինվորներ, ոչ թե որպես ինչ որ սոցիալական ծրագրերի հետևողներ եւ այլն։ Հիմա իր ասացի մեջ բարձր է, որ այն բոլոր սոցիալական բաները, որ կար, որ պիտի ասենք թե փոքրամասնություն, սեռական փոքրամասնությունները են ընդունել, կանանց են ընդունում ռազմական մասնագիտությունների, որովհետեւ իբրև թե ստանդարտները իջեցրեցին դրա համար եւ այլ, այս բոլորը փոխվելու են, պետք է կանայք ամենախիստ տղամարդկանց համար եղած ֆիզիկական կարողությունների ստանդարտներին համապատասխանեն կամ չեն կարող այդ մասնագիտության մեջ լինել։ Օրինակի համար, չես կարող դու, ինչ մանամ, կրվի դաշտում անել ինչ որ կարող անի ինչ որ տղամարդ, ուրեմն դու պետք է չլինես այդ մասնագիտության մեջ։ Պետք է անցնես բոլոր ստանդարտների քննությունները պետք է անցնես։ Նույն բանով, որ պիտի ֆիզիկապես դուք բոլորը ճիշտ լինեք, մորուք պահել չկա, պետք է բոլորը ծափրված լինեք, բացի special forces, ռուսական տերմինով ասած սպեցնազ կոչվածներին, որոնք դե բնականաբար միշտ չի որ համազգեստով են ծառայում եւ այլ եւ այլ։ Դրանից բացի պիտի բոլորը պիտի պահպանեն իրենց արտաքին ստանդարտները զինվորական, պիտի գեր չլինեն, ինչ որ չափից ավել ոչ զինվորները, ոչ էլ գեներալները, գեներալ կամ ադմիրալ պիտի չլինի, կարծես թե շատ կար, չեմ կարծում, բայց ամենայնիվս ինքը իր կարծիքը արտահայտեց, թե ինքը համատավար երիտասարդ է, ինքը մոռանում է, որ գեներալների մեծ մասը իրանից առնվազն 20 տարի մեծ են, եթե ոչ ավել, եթե ուրիշ բան, ամենայնիվս։ Եվ այլև, այսպիսի բաներ ինքը ասեց, եւ դա բացման խոսքն էր, կարծես, որ դրանից հետո եկավ Թրամպը։ Թրամպն էլ եկավ իր բրիֆ թրամպական ձևով, մի քիչ ավելի այդ էներգիան չկար, բայց էլի սկսեց այսպես մոլորվել, բան առանց ինչ որ գրած բանի, ինչ որ բաներ խոսում,
Բեն ինչի հետ միասին էլի անցավ այսպես էքսկուրս արեց իր հաջողությունների մասին, իր արածների մասին, նաև որ ինքը, չգիտես ինչի է, նոր նավերը, որ կան stealth, որ ռադարի վրա չեն երևում, ալյումինից են սարքված, որպեսզի թեթև արագ լինեն եւ այլն, այդպիսի նավերի զոմլատ կոչված մի հատ կլաս կա, դրանից բողոքեց, ինքը հին կլասիկ ձևի մեծ նավերն է սիրում, լինկորները, այսպես ասած, battleship են ասում անգլերենով, իր տարիքը ցույց է տալիս, չէ, իր գլուխը որտեղ է գտնվում, էլի, այսինքն իր ամբողջ աշխարհայացքի մեջ ինչ է ինքը պատկերացնում հզորության սիմվոլը, դա այդ մեծ հին նավերն են։ Միգուցե դրանք պետքա բերենք, որ ասենց պողպատից սարքած, չգիտեմ ինչ եւ այլսես բաներ, մի քիչ ընդից խոսած, մի խոսքով, բայց վերջնական եւ Հեքսեթի եւ իր ասածը էներ, որ նոր ժամանակներ են, նոր պահանջներ են դրվում եւ եթե ձեր դուրը չի գալիս, դուրս եկեք։ Թե չէ մենք ձեզ գործից կհանենք։ Մենք ֆայր կանենք ձեզ։ Իհարկե ոչ մեկ ոչ ման չասեց գեներալները, զինվորական մարդիկ են, իրանք չեն նստելու այնտեղ իրենց քաղաքացիական ղեկավարությանը, հանձինես ոչ զինվորական քաղաքացի նախարարի եւ ոչ զինվորական գերագույնի, այսինքն պրեզիդենտի, իրենց այնտեղ բանավեճի տեղ չէր, առանց էմոցիա ցույցնելու բոլորը կարծես փայտկուտ տված նստած էին միջև վերջ եւ ինչ որ մենակ մի անգամ ինչ որ փոքր ծափահարություն եղավ, որ դա էլ ըստարավս պետք չէր, նույնիսկ Թրամփը ասեց, որ դուք մի շփտացեք բան մի արեք, չի կարելի սենց բաներ ինչ որ Հավինարևս, հիմա այս բոլոր անալիզը, որ բոլոր հեռուստացությունները բոլորը այս նույն բանի վրա են կենտրոնում, որ սա ինչ որ շատ վատ էր, չինացները ծիծաղեցին մեր վրա, ինչ եք ասում, հետ կնակ հին նավերին նեշտությամբ կխփեն եւ այլն, բայց սա մեջ ուրիշ բան կար, այս ամբողջի նպատակի, ինչի հավաքեց այս բոլորին եւ ինչու այս խոսակցությունը պիտի լիներ անպայման երես առ երես։ Պատկերացնում եք, եթե սա ասենք Zoom-ով կամ չգիտեմ ինչ որ մի տելեկոնֆերանս ասպաս կոչված ձևով արվեր, դա իհարկե չէր լինելու հեռուստացիով, պարզա, չէ։ Դա չէր մեկնաբանվելու, դա չէր տարածվելու եւ դա մյուս երկրները չէին տեսնելու։ Ես կարծում եմ, որ սա հենց դրա համար էր արված, որ սա մեսեջ էր ուրիշ երկրների համար։ Բոլորը տեսնեն։ Միշտ ընդհանրապես ռուսներն են հավաքում ամբողջ այս գեներալների կոլեգիա, այսպես կոչված, հավաքում են մեծ սրահում, բասկաթորների ինձ բոլորը նստած են այսպես, ամեն մեկը մեծ բասկաթոր, այնտեղ մեծ էկրաններ են առջևը եւ ինչ որ մեկը Պուտինը կամով իրենց ինչ որ բան ասում, չէ՞, այդ բանն է։ Պատկերն ենք մենք միշտ տեսնում։ Նույն բանը տեսնում ես ուրիշ երկրներում, դե Թրամփ ամերիկյան ձևի արեցին, հավաքեցին Quantico-ում այդ ծովային հետևակի այդ բազայում Վիրջինիա եւ այնտեղ այդ բանը կազմակերպեցին։ Երկու պատճառով, որտեղ մեծ սրահ կար երևի եւ երկրորդը շատ մոտ է Վաշինգտոնին եւ պետք չէ շատ հեռու ճամփորդել Թրամփի եւ Հեքսեթի համար, Պենտագոնից ընդամենը մի ժամ ասենք մեքենայով։ Ժամ տեսնես, մի ժամ ու կես։ Իսկ ինքը երևի ուղղաթիռներով գնացին, այնպես որ դա խնդիր չէ։ Ինչ էին ուզում աշխարհին ասել։ Կարծիքով սա մեսեջեր ոչ թե գեներալներին այդքան, այդ բոլոր բաներ։ Մեկ գեներալներին մեսեջը հետեւյալն էր, որ դուք պատրաստվեք պատերազմի։ Լուրջ կարևոր հարցերի վրա կենտրոնացեք։ Մի մտածեք այլևս այն սոցիալական հարցերի եւ բաների մասին։ Նույնիսկ Հեքսեթը ասեց, թող սերժանտները, որոնք սերժանտները տրեյնինգ են անում, նույնիսկ երիտասարդ սպաներին, այդ բոլոր տրեյնինգների մեջ եւ այլն պատկերացնում եք, չէ՞, լեյտենանտները ենթարկվում են սերժանտներին տրեյնինգի ժամանակ, այդպես հացավ։ Սերժանտն նա որ տարիներ արդեն ծառայել է, ինչ որ տրեյն է անում այդ լեյտենանտին իր կարողությունները ֆիզիկական ցուցաբերելու եւ այլն, այդտեղ պետք չի որ մի հատ ուրիշ անպայման սպա լինի իր վրա գորանթած, այդ է։ Հիմա դրա մասին չեմ ուզում խոսամ, այլ որ նրանք կարող են այդ անել, եթե պետք է զինվորներին տրեյնինգ անելուց մի վախեցեք իրենց հանգարց կպնել, դե ձեռով կպնել չի կարելի բոլոր դեպքերում, մի բան ասեց ինքը, հիմա դա բան չի նշանակում, բայց policy-ների մասն է սա, որ դուք պատրաստվեք լուրջ բաների վրա ուշադրություն դարձրեք եւ մեզ պետք է լինել ավելի ոչ թե խոսակցության մեջ ռազմատենչ ինչ-որ բաներ աս, այլ դուք պատրաստ եղեք գործով։ Սա էր մեսեջը աշխարհին եւ դրա համար պետք էր այս բոլորին հավաքել այդտեղ եւ ցուցադրական այդ բանը անել։ Ով հասկացավ բնականաբար, բոլորը իհարկե անալիզը կատարվեց, բոլորը նայեցին երեք մի քանի անգամ։ Դա ինչ ձևով արտահայտվում։ Չմոռանանք, որ հենց ինքը Հեքսեթի առաջարկով Թրամփը փոխեց հենց ասեցի արդեն նախարարության անունը, պաշտպանությունից այլ պատերազմի նախարարություն դրեց։
Հենց են պանոն պատերազմի դնում։ Չմոռանանք այդ մոմենտը պատամակ գիրեք ինչա շատ բան է այսպես ասած dismiss արվում էլի այսպես մի քիչ ձեռով գցում ես են կողմ այսպես բանի տեղ չես դնում որտեղ դա Թրամփն է էլի ասեց դա արեց էլի մի բան այո այո բայց բոլոր դեպքերում հասկանալի է որ այսպես բաները անցնում են ինչ որ process-ով ինչ որ քննարկումներով եւ հետևանքների մասին մտածվում է այդ բանը միշտ կա համենայնիվ այդ օրինակ ես կարծում եմ կարևոր բաներից մեկն էր երկրորդը իհարկե էլի արտահայտվում է ինչ ձևով սա իրանց այս մեսեջը որ սկսեց մեծ թվով արտադրություն ռազմամթերքի հիմա մասամբ դա կարելի է դնել նրա վրա որ սա կատարվում է Ուկրաինային ռազմամթերք հասցնելու համար այսինքն ոչ արդեն ուղղակի կերպով ինչպես առաջ էր այլ ՆԱՏՕ-ի երկրների կերպով նրանք գնում են Ամերիկայից հետո տալիս են Ուկրաինային այսինքն վճարում են նրանք դրա համար բայց իհարկե զենքը չի գնում ընդեղից բոլոր դեպքերում զենքը հոսում է Ամերիկայից դեպի Լեհաստան հիմնականում այնտեղ logistics կենտրոնները ամենամոտիկը դա է այնտեղից մտնում է Ուկրաինա սա ինչ որ տեղելի բաներ նշանակում բայց նաև լրացնելու ամերիկյան ուրեմն ռազմապաշարները լրացնելու եմ ասում իհարկե ինչ որ ծախսված է դա նշանակում բայց նաև մեծացնելու ինչ հասկացան Ուկրաինայի պատերազմից որ ռազմական իրական բախման ժամանակ շատ ավելի ռազմամթերք է ծախսվում քան ենթադրվում էր շատ անգամ ավելի արկեր են ծախսվում օրինակի համար ինչ որ պերիոդ ռուսները կրակում էին 50,000 արկ օրը շաբաթը ասենք դա խայտարակ մեծ թվեր են բաների մասին ենք խոսում որ բոլոր դեպքերում չկար այդպիսի պայմանավորություն որտեղ զենքերը պահում էր ռազմախաղերի ժամանակ գործածելու համար հիմնականում երբես կրակում իսկական ասենք թե 155 մմ-անոց արկեր այդքան այդ էին անում, ասենք ինչ որ պաշար կար, մնացածը կրակում ես, հետո նորոգում ես, որտեղ իրանք բան ունեն, չէ, ինչ որ ժամկետ ունեն, պահելու հետ էլ կա, ոնց ռուսերենով ասած սրոքրանին, պահելու ժամկետներ գոյություն ունեն։ Հիմա պարզվեց որ շատ ավելի շատ է ծախսվում։ Էլ չասեմ են դրոնների պատմությունը որ չկար, հիմա պետք են այդ բոլոր հետախուզական եւ հարվածային դրոնների մասին եմ խոսում եւ այլ։ Այս բոլորից հետ կապված ուրեմն այս ընդդիմության մեծացավ։ Բայց նաեւ ինչ կատարվեց։ Հիմա Թրամփը որ երկար ժամանակ չէր այդ անում, սկսեց արդեն Ուկրաինային օգնել եւ Արմենիա հետաքրքիր քայլերից մեկը այն է որ ասեց, հա, կարող եք խփեք Ուկրաինա Ռուսաստանին, նույնիսկ խոր։ Եվ մենք կօգնենք ձեզ թիրախավորման գործի մեջ, այսինքն կասենք որ կետերին ոնց խփեք ինչ հեռավորության համար, այդ էլ բավական չէ, հիմա կվերադառնան թիրախների մասին կոնկրետ, նաև խոսք եղավ բազենքերը, ոնց ասում որ տակ կարող ենք խփել, ասում զենքը այդ Զելենսկու հայտնի ասացվածներ, որ ինչպես ասել եմ արդեն ինքը ասաց որ ցուցակը տուր ինչա քեզ պետք, հա, Թրամփը, եւ սկսեց տալ այդ զենքերը, իսկ թիրախավորման հարցը դա փոքր բան չի, հա, բոլորը ասենք թե գիտեն վերի վարո, որ այստեղ ինչ մոտ բան կա, ասենք օդանավակայան կա, կամ այն ինչ որ ռուսները ասում են NPZ, հա, նեֆտիպերարավարիչ զավոդ, ասում նավթավերամշակման գործարան։ Եվ հիմա սկսել են հետաքրքիրը հենց դա է, ամերիկյան համաձայնությամբ քանի որ ամերիկյան զենքը կարող է զբոսացել իրենց համաձայնությամբ խփելով են թարգետները, որ թիրախները, որ իրենք համաձայն։ Հենց այդ նավթավերամշակման գործարաններին։ Եվ դա թվում է թե այդքան կարևոր բան չի, բայց իրականում շատ կարևոր է, որովհետև ստեղծել է արդեն Ռուսաստանում վառելանյութի բենզինի ասենք թե պակաս։ Դե ամենասուղը իհարկե առաջին հերթին քաղաքացիական մեքենաների համար խոսքը գնում, որտեղ զինվորականները առաջին հերթին ստանալու են ինք որ իրենց պետք է բայց դա նշանակում է նաև բիզնեսներն են տուժվում, նշանակում է նաև ընդհանուր լոջիստիկան սկսում տուժվել եւ ֆինանսական ծախսերն են մեծանում եւ նաև որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն ինքը իր նավթն էր ծախում որպես նավթ, նաև ինքը վերամշակված ձևով արդեն վառելանյութ էր ծախում։ Հիմա այնքան հասավ, որ որոշ տեղեր թույլ են տվել, որ ներմուծի, որովհետև չեն կարողանում։ Ինչի մասին խոսում, որովհետև սկզբում ասացին 15% բոլոր այդ գործարանների կամ արտադրության, հա, վերամշակված նավթի արտադրության արդեն պակասել է, որովհետև այդ գործարաններին խփել են։ Հետո դարձավ դա 20%, հետո դարձավ 30%-ի մասին խոսում մեկ-մեկ, այսպես խոսքեր են ասում, բայց
բայց նույնիսկ ամենակիչը, ասենք 15%-ը դա հսկայական թիվ է, եւ եթե մտածենք, որ երբեք այնտեղ Ռուսաստանում նավթի կամ գազի, բայց դա ուրիշ խնդիր հիմա եւ արդեն վերամշակված բենզինի համար, ասենք, պահեստներ չկային շատ մեծ թվով կառավարության պահելու համար, դա էական խնդիր է դառնում արդեն։ Եվ այն կարծիքն էլ կար սկզբում, երբ որ ստեցին առաջին հարվածները լինեն, դե ինչ է, մի հատ փուչուր բան եկավ ընկավ այնտեղ պայթեց, հեսա մի հատ այդտեղ բան կանեն, ինչ են ասում ռուսերենով, սվարկա կանեն, այդ ծակը կփակեն կամ ինչ որ մի հատ մաս կբերեն կդնեն, հարցը կվերջանա։ Ու տեսան որ չէ, այդպես չի լինում, պարզվեց որ այդ մի անգամ որ խփել են այդ տուրայի այդ մասերը, չես կարող իսկում բերել, որովհետև նրանք բոլորը ներմուծված էին, տեղական արտադրություն չէր, այդ բոլորի համար հիմա պրոբլեմա դրանց բերելը ոչ մի վաճառում քեզ եւ քան արագ չես կարող վերականգնես եւ վերականգնելուց հետո ինչ նախանգարում երրորդ անգամ խփելը նույն հաջողությամբ անում են որովհետեւ ուկրաինական մտախոզությունն էլ չասեմ ուսների բարձր որ տեսնում են թե ինչքան բեռնատարը տեղից դուրս գալիս նշանակում արտադրության թիվը կարող է իսկում որոշես ինքը վերականգնեց իր արտադրությունը թե չէ եթե արտադրությունը վերականգնելու մոտական վերականգնեց նորից է խփում երբ որ կանգնած է գործարանը ոչ մի ասենք տրակերով տանկերներով մեքենաներ չեն տանում ուրեմն չի վերականգնվել բարձր չէ ինչպես է հետախուզության համար դա այդքան մեծ բան պետք չի կարող ես ասենք արբանյակներով էլ տեսնել պետք չի անպայման ընդերից մեկը քեզ հուշի դրա մասին որի մասին վերադառնալով երբ որ ամերիկան ասում է ես կօգնեմ թիրախավորման մեջ սա շատ կարևոր էլի բան է դառնում այդ ֆակտոր է դառնում ինքը կարող է ինքը իհարկե շատ ավելի լավ է հասկանում թե որ վերամշակման գործարանը որ ռազմական օբյեկտին է մատակարարում չէ ասենք օրինակի համար բարձ ասած կամ որ լոջիստիկական կենտրոններին է գնում էդի որ երկրին է ծախվում որն արտասահման գնում հետեւաբար եթե չի գնալու ինքը այդտեղ դրա դիմաց փող չի ստանալու Այնտեղ հասա որ պետությունը ասաց պարտավոր եք հիմա օրինակի համար բաներ սահմանափակումներ դրեցին որոշ ռեգիոններում որ դուք ծախես որոշված ֆիքս գնով ամեն մի գնորդին ասած 30 լիտր բենզին ոչ ավելի մի խոսքով այդտենց բաների է հասել որ մարդիկ օրերով կանգնում են ինչ որ 30 լիտր բենզին առնելու համար Սա իհարկե նորից վերադառնում ենք նրան, որ արտահայտվում է եւ տնտեսության վրա, եւ ընդհանուր երկրի տնտեսական լոջիստիկսի եւ բանի վրա, ֆինանսականի վրա երևում ասե առաջին հերթին եւ երկրորդն էլ իհարկե լոջիստիկսի վրա եւ բիզնեսների համար եւ ռազմականի համար։ Այս էլ իր հերթին, հերթիներից մեկը, որ շատ էր Ուկրաինան ուզում եւ արդեն հաստատված սկսեց գալ, կապիտի շուտով գա Դրանք այդ ռամպ կոչված հերթիներն են եւ մյուսն էլ իհարկե այն կրուզ միսիլները Tomahawk որ կան արդեն 70-ականներից իհարկե զարգացած դրա ձևը որ դեռ չի եկել բայց ստերեոտիպն արդեն գալու է որի համար շատ վախենում են ռուսները դրանք են դա խոսքը գնում է արդեն հակին հերո կարող են խփել Իդեպ ասեմ ուկրաինացիները իրանք իրանց են սարքում են կալիբրը, որ մինչև 2500 կիլոմետրի մասն են խոսում, դա կարող է հասնես ոչ թե Մոսկվա ու Ուրալկա հասնես դրանով արդեն։ Իսկ ինչ է նշանակում դա, եթե ուկրաինան է սարքում զենքը, իրենց ձեռքն է, ինքը չի հարցնում ամերիկացիներին ինչ կարող են խփել, երբ որտեղ։ Դա Իրանն է, ինքը ոնց ուզում է իր պատերազմը վարում է։ Միայն սահմանափակում ընդեղ է, երբ որ զենքը գալիս է, ասենք ամերիկյան, եւ որ ամերիկան կարող է դնի, ասենք թե ինչ որ բաներ, պայմաններ, ասելով որ այս զենքը ինչպես էր առաջանում, դա իր թիրի հարությամբ էր կոնտրոլ անում, այսպես ասած, ինքը քեզ տալիս էր 150 կիլոմետրանոց մի հատ թիր, այդ թիրի, ասենք 350 էլ գոյություն ունի, բայց ինքը քեզ 150-ն է տալիս, սկզբում 75, 350 եւ այլն։ Եվ դրանով կար գիտի որ դու քո, ասենք, շփման գծից, ասենք ֆրոնտից, ինչքան հեռու կարող ես խփել։ Դու երբեք չէր կարողանում խփել Ռուսաստանի մեջ, Ուկրաինայի դեպքում ասենք։ Հետո դա ավելացավ, արդեն կարողացան խփել միջև այնտեղ Կուրսկ, հետո Էսկոմենկով, մի խոսքով դա արդեն շատ հետաքրքիր է, որ Թրամփ ասաց, մեկ խփեք Մոսկվան էլ, այդպիսի գործը դրան հասավ։ Սա իհարկե շատ կարևոր էր։ Այնքան էս ճառը այդ գեներալներին, որտեղ Թրամփը նորից կրկնեց, որ ինքը ասաց Պուտինին իր խոսքերն եմ ասում, որ դու թղթե վագրես եւ կարող ասել, այսպես Ռուսիա ասած պլյուշևի մեդվեդիկ, ասենց մի հատ մի բան կարող ասել, արջուկ ասել, բայց ասած դե անգլերենով դες չեն ասում, դա ասում են
Paper Tiger ինքը ձևի ասել եւ լավ չի քովիճակը այսպես այնպես Տրամպը այդ բանը կրկնակ ասել է թե կոնկրետ ինքը համարում է որ ասել է որտեվ եթերում ասել կարևոր չի ինքը նշեց որ ինքը այդպես է կանչում ուրեմն դա իր ուղեղի մեջ է հեղափոխության մասին եմ նորից ասում բայց դա ազդեց Պուտինի վրա ուրեմն այսօր ասելով երեք դուրս եկավ իր նորից ինչ որ հավաքել էր բոլորին սկսեց ասել որ մեզ այսպես են ասում թղթե դա վագր իսկ փոխանակասի որ դա այդպես չի եւ այլն մենք ուժեղ ենք ինքը ասեց Պուտինը իսկ այդ դեպքում ՆԱՏՕ-ն ինչ է այսինքն հա միգուցե մենք թղթե վագրենք բայց ՆԱՏՕ-ն էլ թղթե վագրա կամ մեզնից ավելի վատ վիճակում է գտնվում այսինքն սա պարզապես ընդունեց որ Տրամպը ինչ որ բան ուներ ասելու ինքը տենց ասեց բոլորը հա ծիծաղեցին ինքիչ մի փոքր քաղաքավարի եւ ճիշտ ոնց ասում են իր գլխի մեջ ինքը լեզվակող արեց կամ ինչ որ ձևով բան արեց նստածրեց իր տեղը Տրամպին բայց էության մեջ ինքը արեց որ հաստատեց վիճակը եւ պարզապես ասաց որ կարող է դու շատ ուժեղ ես բայց դե քո ՆԱՏՕ-ն մի բան չի ՆԱՏՕ-ն ասելով հասկանում Արևմտյան Եվրոպան, հա, այդ բանով։ Ոչ Թուրքիային ինքը նկատի ուներ այդտեղ, ոչ ասենք թե Միացյալ Նահանգներին բնականաբար։ Որը իհարկե հետաքրքիր արտահայտություն էր, որովհետև նորություն չեմ ասելու, երբ որ ասեմ, որ ՆԱՏՕ-ն արդեն զինվում է։ Եվ սկսել է ավելի լուրջ ընդունել։ Այն արագությամբ չէ ինչ որ արվի, բայց կամաց, այսինքն այն որ իրանց բյուջեները զարգացրել են, դա չի նշանակում որ այս տարի ես բյուջեի փողը մի քիչ ավելացրեցի, արդեն մի ամիս հետո պիտի ունենամ կրկնակի բանակ, հա, այդպես չի մեծ չի, պիտի արտադրությունները դնես, այդ ժամկետները կան եւ այլ, բայց դա լինում է կամաց։ Եվ հերո չգնանք եւ չմոռանանք այն հանգամանքը, որ Ֆրանսիայի ուրեմն նախագահ Մակրոնը հայտարարեց իր զինվորականներին դուք պատրաստվեք պատերազմի։ Մակրոնը իր իսկ զինվորականներին բանակին ճարի ընթացքում հրամայանի ձևով դրվեց դա հրաման որ դուք պատրաստվեք պատերազմի շատ մոտ ապագայում ամեն րոպե պետք է պատրաստ լինեք այս ձևի դրվեց հարցը հիմա շատերն են ասում որ իրենք պատրաստ չեն ոչ մեկն էլ ՆԱՏՕ-ում չի ուզում պատերազմ ոչ մեկի պետք չի դա որ իրանք շատ ուրախ են որ Ուկրաինան է կրվում այդտեղ դրա համար էլ համաձայնվեցին որ զենք տան այդ բոլորը ճիշտ է Պրոբլեմը դեռ է որ այդ բոլորը ճիշտ ասելով Ռուսաստանը անդադար ապացուցում է որ դուք չեք կարող հանգիստ նստել հանձինես իր դրոններով Լեհաստանի վրա այդ օտանանները Լիտվայի վրա Լիտվանիայի վրա եւ այլն Եվ պետք չի երևի ասել, որ Էստոնիան կամ Լատվիան ամենայն դրճությամբ են ընդունում, պաշտպանական գծեր սարքեցին այնտեղ, հակատանկային ֆիները նույն բանը արեցին, ֆինը պատրաստվել են պատերազմի, առանց այդ խոսք չկա, ֆիների մասին երևի շատ պետք չէր ասել, Շվեդիան, Նորվեգիան նորից պետք չի հիշեցնել, որ սրանք միշտ էին արդեն վարված ռուսական Սուզանանների ներխուժումներից իրենց տերիտորիալ ծովային տարածքի մեջ եւ այլն եւ իրենց պետք չի համոզել խոսքը ստեղ գնում է ինչ բոլորը նայում են որ այդքան էլ պատրաստ չի Գերմանիան կամ Չեխիան կամ չգիտեմ ինչ շատ ճիշտ է Գերմանիան պատրաստվում է մի քիչ ավելի բայց մյուսները չէ սա ճիշտ է կանում բայց դրանով չի սկսում դրանով չի վերջանում առաջի հարվածի տակ այսօր նկատվում է որ եւ ռուսները չեն թաքցնում դա Լեհաստանն է եւ Էստոնիա Լատվիա եւ այլն Լիտվանիա, Էստոնիա հատկապես։ Հիմա ուրիշ խոսքով Պուտինի ասածը ոչ թե միայն ցույց տվեց իրենց թուլությունը, այլև ցույց տվեց իրենց նպատակները եւ մատնանշեց ՆԱՏՕ-ի թուրքողները, ՆԱՏՕ-ին աստորեն ասեց դուք թղթևագրեք։ Էս էլ այդպես։ Երկրորդ հարց. Ինչու եմ ես ընդհանրապես խոսում Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմի մասին ինձ այդ հարցադրումը կամ մեղադրանքի ձևով դրվել է որ սա ինչ կապ ունի Հայաստանի հետ ես ուզում եմ նրա մասին լսել well եկեք ձեզ ասեմ որ Հայաստանի ներքին հարցերի մասին խոսացողներ շատ կան հենց Հայաստանում եւ ընդդիմադիր եւ իշխանամետ եւ այլ դրանց մասին ինձ պետք չի որ ես այդտեղ
ինչ որ բան ավելացնեմ։ Պարզապես ինչ որ մեկի ցանկությունները բավարարելու համար կամ ճղայնությունը հաստատելու փորձեր չեմ անելու այստեղ։ Այստեղ ուրիշ բան ունի։ Ինչ կապ ունին, ամեն կապ ունի։ Նրանով որ չմոռանանք, որ Ուկրաինայի պատերազմն է, որ ամենաուղղակի ձևով ազդում Հայաստան, Ադրբեջան, Վրաստան այս երեք հանրապետությունների վրա։ Եթե չլիներ այս պատերազմը, ես մի քիչ կասկածում եմ, որ Զվարթնոցից կհանեին ռուս սահմանապահներին կամ չեմ ասում սահմանից սահմանապահներին։ Ես խիստ կասկածում եմ, որ այդքան քաջություն կունենային նույնիսկ այդքան Եվրոպա նայելու կամ քվեարկելու նույնիսկ Եվրոպա մտնելու մասին։ Ես խիստ կասկածում եմ, որ եթե Ուկրաինայի պատերազմը չներ, որտեղ Ռուսաստանի թուլությունը, թղթևագրիկությունը, ասենք, շատ ակնառու ձևով չցուցադրվեր, Ալիևը հանդգներ Պուտինի հետ այդպես խոսար, որի հետևանքով իրենց, այսպես ասած, լավ տղա հարաբերությունները փչանային։ Այդ եղավ, որովհետև Ալիևը վստահ էր, որ Ռուսաստանը չի կարողանալու իր դեմ դուրս գա եւ որևէ ռեալ քայլեր անի։ Դրա համար ինքը շատ հեշտությամբ իրեն մոտից վռնդեց ռուսական տունը, չգիտեմ, փակեց այդ ռուսական համալսարանը, իրենց այդ բոլոր բաները։ Եվ որի հետևանքով ռուսները ստեցին պատասխան տալ։ Թանավը խփելով, հետո Ռուսաստանում գտնվող արդեն շատ հպարտացած հայկական պատերազմից հետո լպիշացած ադրբեջանական իրենց սպյուրքը, որը իրենց կարծում էր արդեն տերտիրական են ամբողջ Ռուսաստանում, ես սկսեց Ռուսաստանը նրանց նեղել, ճնշել, դուրս հանել, բիզնեսները իրենց ձեռքից վերցնել, դες օրինակ Ագալարովին այնքան են ճնշել, որ նա ընդհանրապես տեղափոխվել է Բաքու, այնտեղ մեծ պրոյեկտներ անում, չգիտեմ, ինչ որ կղզիներ սարքում բանի մեջ, Կասպից ծովի մեջ, Դուբայի պես։ Այդ բոլորը պատերազմի պատճառով եղավ։ Եթե կարծում եք դա հսկայական ազդեցություն չունեցավ նրա վրա, որ Ալիևը համաձայնվեց բանակցություններ տանի, ընդհանրապես համաձայնվեց գա Վաշինգտոն, դրա եղավ, որովհետև էլի ուկրաինական պատերազմը եղավ, Ռուսաստանը թուլացավ, Ամերիկայի դիրքը ուժեղացավ, Ռուսաստանը պատասխանեց Ալիևին եւ Ալիևը ստիպված եղավ արդեն Ամերիկային ավելի շատ լսի, այլ ոչ թե ինչպես առաջ էր, երբ որ շատ լավ էր հարաբերությունները, ինքը շատ պրոռուսական էր եւ Ամերիկային այսպես նոր քմծիծաղով էր եւ վերաբերվում։ Էդ էլ փոխվեց, երբ որ իրեն կանչեցին եւ ինքը շատ sense խելոք տղայի պես եկավ հայտնվեց Վաշինգտոնում, դա նրա համար եղավ, որ այդ ռուսական ջղային քայլերը, ասենք, ջղաձգումները Ալիևի նկատմամբ եւ հետեւաբար եւ ամբողջ Ադրբեջանի եւ իրենց սպյուրքի նկատմամբ տեղ ունեցավ։ Էլի պատերազմը Ուկրաինայի ուղղակի կապված է դրա հետ։ Այսօր էլ ինչ որ կատարվում է, էլի կապված է։ Պետք չի երբեք կարծել, որ սա հենց նստեղ ենք խոսում կամ հետևում դրա համար։ Ոչ թե այստեղ ինչ որ պարզ սեր դեպի Ուկրաինան կամ պարզ ատելություն դեպի ռուսաստանական բանը, սա շատ ուղղակի կերպով կապված է Հայաստանի եւ ընդհանրապես հայ ժողովրդի հետ։ Այդ տեսակետից խնդրում եմ նայեք իմ անալիզները կամ հաղորդումները, որի մեջ ես խոսում եմ Ուկրաինայի, Ռուսաստանի այս հարցերի մասին։ Դա էլ այդպես։ Այսօր այսքան միջև հաջորդ հաղորդում։ Բաժանորդագրվեք VV Talks